Գնացինք։ Բարձրանում են Սար, էս նեղ ճանապարհով։ Տենում չեք ինչ ոսկի ճանապարհ ունենք։ Համու պապա, այս գյուղում քանի տարի է որ ապրում եք, ինչ պատմեք ձեր ընտանիքից։ Ապրում եմ շուտ վանուց։ Համու պապ, կարող եմ մի քիչ դանդաղ քշես։ Ոնց կասեք տվեք ջան։ Համու պապու կնճիրներն էս նեղ ճանապարհին են առաջացել։ Ամեն բարձրանալ իջնելիս ավելացել։ Հունվարի 1-ին 72 տարեկան դարձավ։ 3 տղա ունի, 1 կին, որ Սարում էր։ Հա, ասաց, որ մի կին էլ քաղաքում ունի։ Կատակ է։ Ու այսպես կատակելով Սար բարձրացան։ Սարի մարդկանց ժպիտը լայն է։ Հակառակ կնճիրների, հոգսերի։ Hello. Իննամյա տղան լորվա սարերից մեկում, առանց հոսանքի, հեռախոսի ու համացանցի է ապրում։ Գործ եմ փետ եմ կտրում։ Պապային օգնում եմ, որ դուրբով փետ կտորի։ Ջուր եմ տանում տուն։ Ջուրը դույլերով բերում է տուն, որ մայրն ու քույրը խմորհունցեն։ Պանիր սարքեն։ Մենք եկել ենք Սար։ Մեր ապրանքի սխպարն ենք։ Քանի հոգով եք ստեղ ապրում։ Սարը, թե Սարի ձեր տան։ մենք իրեք երեխան ենք, ամուսինս ես։ Բաղուց եք տեղակում։ Տեղավորում ենք։ 5 երեխա ունի։ 6 կով, որի համար էլ Սար էին գնացել։ Մաքուր օդի համար էլ։ Առավոտյան 5-ին 5:30-ին արտանում են այդ 6 կովին գոմից արոտ ուղարկում։ Հետո անցնում կաթից պանիր, մածուն պատրաստելու գործին։ Անդադար աշխատում են մեկ երազանքի համար։ Դե մենք չէ, բայց երեխեքը ուզում են քաղաքը լինել։ Ես քաղաքը չեմ սիրում։ Այդ երեխեքն էլ չեմ ուզում գյուղում մնան։ Կովերից շատերն իրենց խելոք չեն պահում, վախենում են Սարի հյուրերը։ Կաթից պատրաստում ենք սմետան, ռաժան ձեր լեզվով, քաղաքավարի։ Դրանից հետո ստանում ենք կարակ, յուղ։ Դրանից հետո կամ գլուխ պանիր, կամ չեչի պանիր։ Կաթից հետ ենք պայմաններում ստեղծում։
կովերը կթում ու մի մեծ բեռից հանգստացած մյուսը շալակելու են շտապում սարերի մարդիկ։ Լորվա այս սարում էլ գազ չկա։ Պատրաստված բոլոր ուտելիքները յուրահատուկ ծխահամ ունեն։ Հացը սովորականից ավելի կարմիր։ Լորվա են սարում օրվա մեծ մասը, կրակի ճրճրթոցը լսվում է բակից։ Այն պատմում է երկար տարիներ այդ կրակից դեմք հայրված կնոջ պատմությունը, որ երազում է երեխաներին քաղաք տանելու մասին։ Անչափահաս աղջկա պատմությունը, որ առաջին անգամ նայելիս կարմրաթշ է թվում, բայց իրականում ձեռքերն այլևս մատղաշ չեն չնայած տարիքին։ Հիմա մենք պատասում ենք կարտոշկի պլեջ, որը սարքում ենք փռի մեջ, մեջտեղից ճավիլենք, կարտոշկեն, կարմրացրել, արդեն պատաստ է։ Յուրահատուկ ծխահամով կարտոֆիլը վերցնում ու փայտե տուն է գնում։ Էս դուք եք թխել հացը։ Բայց հաջող չի ստացել, մի քիչ ափի է, ոչինչ։ Էսա ձեզ համար գնամ պանիր է բերեմ։ Այդ լուկի պանիր է, դուք կուտեք։ Էս վերջացրեցինք, հիմա էլ կարտոշկեն կհանենք։ Իրիկնաժամ է սարում։ Կովերի կեսը եկել, կեսը գալիս են, կեսն էլ Աստված գիտի, կգան, թե պետք է գնալ նրանց հետևից։ Կովերին պահելու համար են սար բարձրանում մարդիկ ու դառնում սարի մարդիկ։ Երազելով քաղաք գնալու մասին։ Այդ կովերն էլ իրենց են կերակրում քաղաքի մարդկանց վաճառելով սարի կաթն ու պանիրը, որ տաքանում է կրակի անդադար ճրճրթոցով։ Համո պապի։ Կարող եք գաս մեր հետևից։ Համոպապու հետ բարձրացան, համոպապու հետ էլ իջան։ Համոպապն իր 4x4 գրությամբ մեքենայով հավաքում է սար եկած հյուրերին ու ետ տան են նեղ ճանապարհով։ Ես ներդերը շատ եմ սերում, ներդերի նման լավ տեղ չկա։ Հյուրերը սիրում են սարը։ Գալիս են, հիանում ու գնում։ Ոչ մի հյուր սարի մարդ չի ուզում դառնալ։ Աշխատանք չկա, լույս ու գազ չկա։ Միայն մի նեղ ճանապարհ, որ սարի մարդկանց կովերի, պանրի, գումարի եւ երեխային քաղաք ուղարկելու երազանքի համար բարձրացնում է սարը ու ետ իջեցնում։